Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխխոսնակներ պարոն Կոնջորյան և պարոն Ալեքսանյան, հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ, վերջին միջադեպի հետ կապված, գիտեք ինձ թվում է, պարոն Կարապետյան, որ Էդգար Ղազարյանը ձեր ֆրակցիայի գաղտնի զենքն է, դուք սենց գալիս եք, սենց բարեկիրթ դեմքերով, տեղ-տեղ, ինչ-որ թեմաներից եք խոսում, կառուցողական եք փորձում երևալ և ահա հայտնվում է ձեր գաղտնի զենքը, գաղտնի պլանի մի մասը, ամենայն հավանականությամբ, կամ ավելի ճշգրիտ ձեր ֆրակցիայի մարտագլխիկը, ով խայտառակ, անդաստիրակ և լկտի է իրան պահում, ոչ միայն ասա ազգային ժողովի դահլիճում, այլ առհասարակ։ Բայց ձեր մարտագլխիկը ուզում եմ ձեզ ասեմ, որ ձեր քաղաքական առաջնորդների կառավարման տարիների պես հնացած են և պետք է դուրս գրվեն կիրառումից։ Կիրառման ժամկետը վաղուց ավարտված է ձեր մարտագլխիկի, եթե երբևէ ինքը կիրառման որևէ ուրեմն ժամկետ ունեցել է։ Եվ գիտեք ինչ կախի է ինքը իրան տենց պահում առհասարակ, որովհետև դուք ձեր ցուցակ եք վերցրել հայ զինվորի մահը ցանկացող մարդուն, որևէ կերպ չեք դատապարտել նրա հայտարարությունը, հələ մի բան էլ ձեր խոսքով նրան տվել եք չափավոր ազատություն, դուք ֆրակցիայի անունից ներողություն չեք խնդրել, բա դրա համար էլ նա իրան պետք է այդպես պահի։ Եվ քանի որ դուք դեռ ներողություն չեք խնդրել հայ զինվորի մահը ցանկացող ձեր պատգամավորի համար, մենք մտածում ենք և մտածելու ենք, որ դուք միտումնավոր դա չեք անում, որպեսզի ուրեմն քողարկեք ձեր գաղտնի պլանը, ինչի համար, որ հայտնվել եք ուրեմն ազգային ժողովում։ Եվ անցնելով թեմային, ես ողջունում եմ բնականաբար պարոն Խանդոյանի թեկնածությունը, կարծում եմ, որ լավագույնս պարոն Խանդոյանը կիրականացնի հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները և այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացրել թե պարոն Խանդոյանը, թե արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, թե արտաքին գործերի նախարարությունը, թե արտաքին բլոկի մեր բոլոր գործընկերները և այստեղ մի արտահայտություն հնչեց վերջին ելույթում, ասում է պետությունը ոչ մի իշխանության սեփականությունը չի։ Մեր քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ժողովրդի իշխանության սեփականությունն է։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդի սեփականությունն է, այն սեփականությունը, որի տարածքային ամբողջականությունը դուք ուժեղ Հայաստան խմբակցության ներկայացուցիչներ, Հայաստան խմբակցության ներկայացուցիչները չեն ճանաչում։ Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ եղել է թակարդի մեջ, եղել է մշուշի մեջ։ Մենք անցել ենք այդ թակարդի միջով, մենք ինքներս անցել ենք այդ մշուշի միջով և հասել ենք մի կետ, երբ որ հայկական դիվանագիտությունը, ինչպես 100-ամյակներ առաջ, 100-ամյակ առաջ այլ երկրների ընդունարաններից, ընդունարանի դռնից առաջ չէր գնում, այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձել է միջազգային քաղաքականության կենտրոն։ Այստեղ միջազգային նշանակության իրադարձություններ են տեղի ունենում, պատմական իրադարձություններ են տեղի ունենում, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին է, որը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդի սեփականությունն է։ Եվ սրան մենք հասել ենք մեր արտաքին քաղաքականության շնորհիվ, համբերատար լինելու, լռելու, բղավելու, կռվելու շնորհիվ ենք հասել մենք սրան։ Պարոն Կարապետյան, իսկ դուք չեք ճանաչում այդ հանրապետության սուվերեն տարածքը։ Մենք մեր արտաքին քաղաքականության շնորհիվ հաղթահարել ենք Հայաստանի Հանրապետության գոյատևման խնդիրը։ Մենք գոյաբանական հարցերի առաջ ենք կանգնած եղել։ Այսօր այս խորհրդարանը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության հարատևումը, որովհետև եթե ժամանակին քաղաքացին մանդատ էր տալիս, հեղափոխական մանդատ էր տալիս, հետո հետ պատերազմյան իրավիճակով պայմանավորված մանդատ էր տալիս, հետո քաղաքական ճգնաժամով պայմանավորված մանդատ էր տալիս, այսօր Հայաստանի քաղաքացին մեզ քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը տվել է խաղաղության մանդատ։ Եվ մենք տեր ենք կանգնելու մեր քաղաքացիների մեզ տրված խաղաղության մանդատին։ Տեր ենք կանգնելու մենք այդ մանդատին, ինչպես քաղաքացին տեր է կանգնել
խաղաղությանը եւ մեր հարատևման գլխավոր նախադրյալներից մեկը բնականաբար թրիփն է եւ խաղաղության համաձայնագիրը։ Այն թրիփը, որը դուք անվանում եք Միջանցք։ Դուք, պարոն Կարապետյան, երեք հայտարարում եք, որ երեք երբ թե առաջ օր էլ կարևոր չի, ասում եք դե Միջանցք չի, դա ճանապարհ է, ես ողջունում եմ։ Ողջունում եմ այդ հայտարարությունը, բայց առնվազն այս տարվա սկզբին դուք թրիփը անվանում եք Միջանցք։ Ոչ մի բան չի փոխվել։ Հունվար ամսին ձեր մարտագլխիկ գործընկերը հայտարարել է ասուլիսում, որ Միջանցք եք, որ թրիփը Միջանցք է։ Սա անհերքելի փաստ է, ուրեմն համացանց կա, ես ասացի, որ տեղեկացրեցի, որ Հայաստանում համացանցից ազատորեն կարող եք օգտվել, VPN-ը անջատված չի, ամեն տեղ կարող մտնեք, գտնեք այդ տեսանյութերը։ Եվ շատ թեմաներ այստեղ քննարկվեցին եւ էլի քարտեզների մասին խոսվեցին, սահմանների մասին խոսվեցին, ելակետերի մասին խոսվեցին։ Ո՞րն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ առավել եւս ազգային ժողովի падգամավորի գործունեության ելակետը։ Իր պետությունը, իր սուվերեն տարածքներով։ Եվ ես դες ոչ աշխարհագրական հարցեր եմ տալիս, որ ասում եմ, ասեք քանի քառակուսի կիլոմետր է, ոչ փորձում եմ ինչ-որ պերֆորմանսներ անել եւ այդպես շարունակ, երբ որ ձեզ մեր պետության քարտեզն եմ նվիրում։ Ես ուզում եմ տեսնեմ դուք այդ ինչու չեք ընդունում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Կարող է Հայաստան դաշինքի պես պատկերացնում եք Հայաստանը միութենական պետության կազմում եւ այդտեղ ուրեմն ճշգրիտ թվերի հետ կարող է խնդրեմ ունենաք։ Կարող է դուք այլ նկրտումներ ունեք եւ էլի այդ թվերի հետ կարող է խնդրեմ ունենաք։ Դուք ինչ խնդրեմ ունեք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների հետ, ես ուզում եմ հասկանամ։ Ո՞րն է այդ խնդրեմը։ Կարող է ասածս պատճառներով։ Եվ այստեղ երեք Վարդևանյանը ասում է. «Մի կռվեք Արարատի հետ»։ Արարատի հետ ոչ մեկ չի կռվում։ Արարատը մեր, ինչպես պարոն Վարդևանյանն էր իր ելույթում ասում, մեր բիբլիական սարն է, մեր խորհրդանիշն է եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց Արարատը իր գեղեցկությամբ, այն տեսարանով, որը հնարավոր է, այն Արարատը, որը մենք տեսնում ենք 29743 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության տարածքից, եւ եթե մենք չընդունենք մեր սուվերեն տարածքը, ինչ որ մի օր կարող է մենք հայտնվենք Արարատի հակառակ կողմում, որտեղ Արարատը ընդհանրապես գեղեցիկ չի։ Մենք ասում ենք, որ պետք է ապահովենք Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, որպեսզի ունենանք մեր բիբլիական սարին նայելու մեր հավիտենական հնարավորությունը, որպեսզի ունենանք մեր սուվերեն տարածքը աթոռը դրա վրա դնելու եւ նկարելու Արարատը։ Սրա մասին ենք մենք խոսում։ Իսկ դուք խոսում եք մի իրավիճակի մասին, երբ որ մենք կարող է կորցնենք Արարատը տեսնելու մեր հնարավորությունը։ Այստեղ է մեր ու ձեր տարբերությունը։ Մենք ամեն բան արել ենք, որ չկորցնենք մեր խորհրդանիշները, որ վերաիմաստավորենք մեր խորհրդանիշները, որ սիրել տանք մեր քաղաքացուն, մեր խորհրդանիշները եւ մեր պետությունը։ Իսկ դուք ասում եք գնացեք սիրեք ուրիշը, գնացեք սիրեք հերուն, գնացեք սիրեք անհնարինը, գնացեք սիրեք չգիտեմ ինչը։ Դուք դա եք ասում մեր քաղաքացիներին այսօր, երբ որ չեք ասում, որ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր է եւ մենք տեր ենք այդ 29743 կիլոմետրին։ Ասում եք մենք ունենք տարաձայնություններ բանի հարցում, ուրեմն քարտեզի եւ եկեղեցու հարցում։ Հա, ունենք այստեղ տարաձայնություններ, որտեղ մենք ուրեմն եկեղեցու կողքին ենք եւ չենք ընդունում կուսակրոնության ուխտը խախտած ուրեմն եկեղեցականներին, դուք ընդունում եք։ Էսա մեր տարբերությունը, մենք ընդունում ենք Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, դուք չեք ընդունում։ Էսա մեր տարբերությունը եւ սա անկյունակարային տարբերություն է։ Էլի եկել հին թեմաներից եք խոսում, ցեղասպանություն, ուրացում եւ այլն եւ այդպես շարունակ։ Գործընկերս Եղոյանը հարցնում ասում է, բա ինչքան գումար է ծախսվել ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա։ Ես հակառակը կասեմ, բա ինչքան փող եք աշխատել ցեղասպանության ճանաչման գործընթացի ժամանակ, մոնետիզացնելով ցեղասպանության ճանաչման գործընթացը, նույն ձև մոնետիզացնելով Արարատը։ Էս է եղել, ուրեմն ձեր քաղաքական առաջնորդների գործունեության արդյունքը, ում հետագիծը դուք այստեղ շարունակում եք։ Էսա։ Եվ դուք խաբել եք ձեր ընտրողներին։ Դուք խաբել եք ձեր ընտրողներին, դուք ձեր ընտրողներին չեք ասել, որ դուք ընդունում եք, որ ուրեմն քաղաքացի Ներսիսյանը զավակ ունի, դուք ուրեմն
չեք ասել, որ դուք թրիփը համարում եք ճանապարհ, դուք չեք ասել, որ ստում եք 300,000 ադրբեջանցիների թեմայով եւ այլն եւ էլ չեմ խորանում ուրիշ թեմաների մեջ։ Դուք խաբել եք ձեր ընտրողներին։ Եվ այդ խաբեության արդյունքում էլ հələ մի հատ էլ այդ մարտագլխիկին բերել եք ազգային ժողով, պարոն Խանդանյան։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այս քննարկումը եւ հատկապես Հայաստան խմբակցության վերջին մի քանի ելույթները մի քանի թեմաներ արձարծեցին, որոնց հարկ եմ համարում անդրադառնալ։ Ավելի շուտ երկու թեմայի եմ ուզում անդրադառնալ։ Տիկին Վարդանյանը մի եզրույթ օգտագործեց, ասեց դուք ստորագրել եք խաղաղության պայմանագիր կամ նախաստորագրել եք, մի խոսքով ստորագրել եք փաստաթուղթ, որտեղ չկա անդրադարձ կոնֆլիկտը ծնող պատճառներին։ Եվ ես ուզում եմ օգտվել առիթից եւ եկեք քննարկենք, որոնք են հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ծնող պատճառները։ Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը 1988 թվականին չի, որ սկսել է։ Կարծում եմ կա պատմագիտական կոնսենսուս, որ առնվազն ներկայիս փուլը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կամ ներկայիս փուլ չկա, կոնֆլիկտն ավարտված է, բայց վերջին փուլը, որը տևել է մինչև նախորդ տարվա օգոստոսի 8, սկսել է 1905 թվականին, այդ ճարտարապետությունը սկսել է 1905 թվականին, այն ժամանակ դա կոչվում էր հայ-թաթարական բախումներ։ 1905 թվականին ռուսական կայսրությունում մոլեգնում էր առաջին չհաջողված հեղափոխությունը եւ այդ ժամանակ սկսեցին այդ բախումները։ Բայց ինչի սկսեցին այդ բախումները։ Ըստ իս երկու պատճառով։ Պատճառ համար 1։ Հայերը եւ ադրբեջանցիները, որոնք այդ կետում կոչվում էին թաթարներ, բայց նույն այսօրվա էթնոսն է, ապրում էին մի հատ մեծ տարածքում, զիգզագաձև կամ ուրիշ ինչ բառ ասեմ, խառը, այսինքն մի գյուղում ապրում էին հայեր, մյուսում ադրբեջանցիներ, մյուս քաղաքում կես-կես, մյուսը միայն հայեր, մյուսը միայն ադրբեջանցիներ, ու այդպես ամբողջ Կովկասում, առնվազն հարավային Կովկասի, ներկայիս Հայաստանի եւ Ադրբեջանի ու նաեւ Վրաստանի տարածքի մի մասում։ Եվ եթե նայեք համաշխարհային կոնֆլիկտները, հատկապես փոքր եւ միջին ազգերի, կոնֆլիկտների պատմությունը գրեթե միշտ սկսում է այդպես։ Այդպես ա եղել օրինակ Բոսնիայում կոնֆլիկտը սերբերի, տեղի բոսնիացի մուսուլմանների եւ խորվատների, այդպես ա եղել օրինակ Կիպրոսի կոնֆլիկտը հույների եւ թուրքերի միջեւ, այդպես ա եղել Կոսովոյի շուրջ կոնֆլիկտը, այդպես ա եղել օրինակ Հյուսիսային Մակեդոնիայում որոշ իրադարձություններ, որոնք Փառք Աստծո ամբողջական կոնֆլիկտի չվերածվեցին։ Ու այսպես շարունակ, միշտ համարյա միշտ, երբ որ փոքր եւ միջին ազգերի մասն ենք խոսում, կոնֆլիկտը ծնվում է, երբ որ երկու կամ ավելի էթնիկ խմբեր կամ ազգեր ապրում են մի հատ արեալում խառը։ Էլ չեմ ասում արաբա-իսրայելական եւ այլն։ Այսինքն կոնֆլիկտի ծնող համար 1 խառը բնակչություն։ Կոնֆլիկտի ծնող համար 2։ Պատահական չի, որ այդ կոնֆլիկտը սկիզբ առել, ընդ որում ես որ ասում եմ սկիզբ առել, չի նշանակում է դրանից առաջ ամենից լավ էր, բայց ոնց որ այդ կատալիստը ինստիտուցիոնալացել է, այսպես ասած, եթե թույլ տաք ես բառը օգտագործեմ կոնֆլիկտ այդ ժամանակ։ Երբ որ ռուսական կայսրությունը մեծագույն խնդրի մեջ էր, հեղափոխություն մի կողմից, ռուս-ճապոնական անհաջող պատերազմ մյուս կողմից, եւ տարօրինակ, շատ տարօրինակ պատահականությամբ այդ կոնֆլիկտները էլի որ աշխարհում նայեք սկիզբ են առնում երբ որ կայսրությունը խնդիրներ ունի համ թուլանում է բայց նաև խնդիր ունի իր ազդեցությունը պահել կոնկրետ տարածաշրջանում ինչ է եղավ մեր եթե ուշադիր լինեք այդ կոնֆլիկտը 1905-ից սկսեց բնականաբար 18-ին երբ որ երկու երկրները անկախություն ստացան եւ ինստիտուցիոնալ ասենք արդեն բանակներ ունեցան եւ այսպես շարունակ ահագնացավ կոնֆլիկտը, հետո կայսրությունը արագ հետ եկավ, սառեցրեց, 88-ին նորից ցիկլը կրկնվեց։ Հետևաբար, երկու պատճառ, խառը բնակչություն մեկ արեալում եւ կայսրության, այսպես ասենք, ազդեցություն, որը դրդում էր ժողովուրդներին, չեմ ասում, անպայման չի հատուկ դիրեկտիվով, դա է տրամաբանությունն էր պատմության դրան բերում։ Գնալ կոնֆլիկտի Ընդ որ ասում եմ գնալ կոնֆլիկտի, ես նկատի չունեմ, որ ստեղից եւ ստեղից որոշել են վերջ, մենք գնացին կոնֆլիկտի։ Ցիկլն է բերել դրան։ Հիմա եկեք նայենք ոնց են լուծվում կոնֆլիկտները։ Ընդ որում ուշադրություն դարձեք, ինչու ես խոսում եմ, արդարության եւ անարդարության ծիրի մեջ չի։
Ես ասում եմ ընդհանրապես որ նայում ենք պատմական ցիկլերին, հիմնականում կոնֆլիկտները, այս տիպի կոնֆլիկտները ոնց կամ երբ են ավարտվում։ Օրինակ, Հունաստանի եւ Թուրքիայի մեջ ուշադրություն դարձեք, Կիպրոսի մասին չեմ խոսում, նույնիսկ Էգեյանի խնդրի մասին չեմ խոսում։ Կոնֆլիկտ նոր 20-րդ դարում գիտեք ինչի չի ծնվել, որովհետեւ 1923 թվականին եղել է պայմանագիր, Արշուտ ոչ թե պայմանագիր ա եղել առանձին, այլ մի հատ մեծ պայմանագրի մաս ա եղել, որը ենթադրել է հույն թուրքական բնակչության տրանսֆեր։ Ներկայիս Թուրքիայի տարածքից բոլոր ուղղափառները գնացել են Հունաստան, բոլոր մահմեդականները մեծ մասը, այտենց 99%, Հունաստանից գնացել են Թուրքիա։ Պոնտոսի հույների մի մասն էլ իդեպ եկել են Կովկաս, Հայաստան եւ այսպես շարունակ։ Արդյոք սա արդար էր, արդար չէր, ընդհանրապես դրան ես չեմ անդրադառնում։ Բայց ստեղծվել է մի հատ իրավիճակ, եւ որ հույներն ու թուրքերը համապատասխանաբար Թուրքիայում եւ Հունաստանում արդեն կոմպակտ եւ մեծամասնություն կազմող ժողովուրդներ են դարձել եւ դրա արդյունքում իմ գնահատմամբ կոնֆլիկտը չի դարձել էթնիկ իրանց մեջ, համենայն դեպս միջպետական էթնիկ կոնֆլիկտի չի վերածվել։ Հիմա այսօր եկանք կարճ էքսկուրս էր սա, կամ իմ վերլուծությունը, եկանք այսօր։ Մենք ինչ ենք ասում ենք ժողովուրդ ջան, այո, մենք տեսել ենք բազմաթիվ անարդարություններ, ցավ, զոհեր, արյուն, ինչքան ուզեք արյուն։ Այո։ Բայց մենք այսօր ունենք մի հատ իրավիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունում ապրում ենք մենք, հայերս, մեր սիրելի եղբայրները, եզդի եղբայրները, քուրդ եղբայրները եւ քույրերը, ասորի քույրերը եւ եղբայրները, ռուս քույրերն ու եղբայրները եւ այսպես շարունակ, նաեւ Ղարաբաղի մեր սիրելի քույրերն ու եղբայրները, որոնք ստեղ ընդհանրապես հյուր չեն իրանց հայրենիքում են, ադրբեջանցիներն էլ ապրում են Ադրբեջանում։ Հիմա, եթե մենք ուզում ենք չվերածնել կոնֆլիկտի պատճառը, ուրեմն մենք չպետք է վերականգնենք այն ճարտարապետությունը, կամ չպետք է խոսենք այն ճարտարապետության վերականգնման մասին, որը մոտավորապես նույն 1905-ի վիճակին է բերում։ Մի վարքյան։ Մի ընդհատեք տեղից։ Դա ենք ասում, եւ հետեւաբար այդ բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտացին են, չեմ ասում է անարդար է, մարդկային տեսանկյունից կարող արդար լինի։ Տիկին Արեգա Հովսեփյանի տեսանկյունից իհարկե արդար է։ Ինքը ասում է, չգիտեմ երբ է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, բայց կարող ասի, ես ուզում եմ գնամ իմ տուն։ Բայց երբ որ դու դա ձևակերպում ես որպես պետական նպատակ, դա նշանակում է վերացնել կոնֆլիկտային տրամաբանությունը։ Մենք առաջարկում ենք այսօրվա իրավիճակը ֆիքսել, գնալ առաջ եւ ապահովել 100-ամյա խաղաղություն։ Բայց ժամանակը քիչ է մի հատ էլ բան ասեմ։ Երկրորդ թեման, որ դուք բարձրացրեցիք, դուք Տիկին Վարդանյան եւ դուք պարոն Քոչարյան։ Եկեք միամիտի տեսքով ասում եք, այդ ինչի է, էլի, ինչի է, որ Ռուսաստանը սահմանափակումներ ա մտցրել մեր արտադրողների ապրանքների ներկրման, ինչի է, տենաս ինչի կլինի, ինչից կլինի։ Իսկ գուցե որովհետև ուզում են, որ դուք գաք դրա մասին խոսեք ստեղից։ Գուցե դա է ամբողջ պատճառը, Տիկին Վարդանյան, պարոն Քոչարյան, գուցե դա է պատճառը։ Ասում եք, որովհետև օրենք եք ընդունել Եվրամիության մասին։ Ես դες ուզում եմ հիշեցնել, որ այդ օրենքը ընդունվել է 2025 թվականի որ ամիսներ, փետրվարներ, մարտներ, մայիս, լավ։ Մարտի 5-ին, այսինքն մարտին խնդիր չկար, ապրիլին չկար, մայիսին չկար եւ այսպես շարունակ, մեկ էլ հոպ հանկարծ երջանիկ պատահականությամբ, երբ որ քարոզարշավեր ու ձեր այս երկու ուժերը մասնակցում եք ընտրություններին, հանկարծ տեսա խնդիր առաջացավ ու սահմանափակումներ մտա։ Կարող է ամբողջ Հայաստան խմբակցություն լռեք։ Լռեք։ Պարոն Մանուկյան, խնդրում եմ համբերատար լսեք ինձ եւ վերականգնեք ինձ ժամանակ։ Այո, վերականգնեք պարոն Ռուբինյանի ժամանակ։ Հարգելի գործընկերներ, գուցե դա պատճառը։ Գուցե ամբողջ պատճառը ձեր քաղաքական ասելիք տալն է։ Գուցե ամբողջ պատճառը օրինակ մեր քաղաքացիներին տնտեսական դժվարություններ տալն է, որպեսզի դուք այդ դժվարությունները կաթեք քաղաքականապես։ Գուցե դա է պատճառը։ Օրինակ, ես զգում եմ էլի, ինչ լինում է Հայաստանի հետ, արդար, անարդար։ Դուք գալիս, երբեք մի անգամ չի եղել էլի, գաք ձեր պետությունը պաշտպանեք այս կոնտեքստում։ Այսօրվա պես հիշում եմ 2021 թիվներ, այն ժամանակ Հայաստան խմբակցություններ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, մի քանի հոգի պատգամավոր որոշել էին գնային Ղարաբաղ։
Լաչինի միջանցքը շրջափակված չէ, այսինքն բլոկավորված չէր։ Որոշել էին գնալ Ղարաբաղ։ Գնացել հասել են այն ժամանակ ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո էր Լաչինի միջանցքը ըստ նոյեմբերի 9-ի հայտարարությանն այդտեղով ազատ անցուդարձ պետք է լիներ։ Մեր սիրելի падգամավորները գնացել էին Ղարաբաղ, հասել էին Լաչինի միջանցքի սկզբին, ռուս խաղաղապահները իրանք չէին թողել մտնեին։ Չէին թողել։ Ես դատապարտեցի, որ իմ սիրելի ընդդիմադիր գործընկերներին չեն թողել նոյեմբերի 9-ի հայտարարության խախտմամբ, չեն թողել մտնել Ղարաբաղ։ Իսկ իմ ընդդիմադիր գործընկերները գիտեք ինչ արեցին։ Ոչ մի ծպտում։ Ու ասեցին, մի բան էլ ավել, ասեցին բան, մեր իշխանությունների ցուցումով է դա եղել։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, մի պահեք ձեզ պրոքսիի պես։ Ձեր քաղաքական կյանքում մի անգամ կանգնեք ձեր պետության կողքին։ Ես 1000 անգամ ասել եմ, նորից կասեմ։ Ես հասկանում եմ, սիրելի դաշնակցություն, որ դուք քաղաքական տրավմա ունեք, որտեղ 1918 թվին պետության ղեկավարում եք ստանձնել, որի մեջ իդեպ մտնում էր Արարատը։ Հետո Արարատը չի եղել էլ այդ սահմաններում պետության անկախությունը կորել է, բոլշևիկներն էլ եկել են իշխանության։ Դուք դրանից տրավմա եք ստացել։ Բայց լավ է տրավման մի փաթաթեք մեր վզին։ Մենք ուզում ենք անկախ լինենք եւ մենք չենք ուզում, որպեսզի օտար պետությունները մեր վրա ճնշում գործադրեն։ Լինի դա ռազմական ճնշում, թե տնտեսական ինչ որ միջոցառումներով ճնշում։ Կանգնեք ձեր պետության կողքին։ Ճիշտ է նշվել, որ Ռոբերտ Քոչարյանը դաշնակցության անդամ չի, բայց միակ կուսակցությունը, եթե ես չեմ սխալվում, որին անդամակցել է Ռոբերտ Քոչարյանը, եղել է ՀՀՇ-ն, բայց ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանը քաղաքականապես 1998 թվից առնվազն դաշնակցության հետ է եւ ես կարծում եմ ինքն էլ է այս տրամաբանության մեջ։ Ես վստահ եմ, որ մենք դեռ առիթներ կունենանք քննարկելու այս երկու թեմաները, բայց շնորհակալ եմ ձեզ բովանդակային քննարկման համար։ Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այն ինչ խորհրդարանի նախագահը պատմեց ամբիոնից, մեր պատմության այլընտրանքային մեկնաբանություն չի։ Ես արդեն գնալով համոզվում եմ, որ խորհրդարանի այս հատվածը հանրակրթության այն դասագրքերը, որոնք գրել է այս հատվածը, սերտել է, այս հատվածը չգիտեմ ինչով է զբաղված եղել պատմության դասերին։ Կարդում եմ այն պատմության դասագիրքը, որով սովորել ենք բոլորս, եւ դուք եք գրել էլ ես պատմության դասագիրք ընկերներ, սկսենք այդ հայ թաթարականից։ Ցարական Ռուսաստանի հակահայ քաղաքականությունն ավելի վատթար դրսևորում ունեցավ ռուսաստանյան առաջին հեղափոխության տարիներին։ Նիկոլայ II մտադիր չէր զիջելու իր միահեծան իրավունքները։ Հեղափոխական ուժերը մասնատելու նպատակով ցարիզմը գործադրեց բազմազգ կայսրության ժողովուրդների միջև կրոնական ու ազգային թշնամանք եւ զինված բախումներ հրահրելու դավադիր ծրագիր։ Անդրկովկասում այն կիրառվեց հայերի եւ տեղի թուրք թաթարների դեմ։ Մենք սենց ենք սովորել պատմությունը։ Բայց օրինակ այս պատմությունը չենք վերցնում գնում Ռուսաստանի Դաշնություն բանակցելու ԵԱՏՄ եւ տնտեսության մասին։ Չենք գնում, մոռացել ենք, ուրացել ենք այս պատմությունը։ Հայեր չէին, որ զոհվեցին այդ բախումների ժամանակ։ Դրանից հետո ցեղասպանության մասին մեծ տերությունների կողմից հայկական հարցի միջազգայնացումն իրականում ոչինչ չտվեց հայությանը։ Հայկական հարցի միջազգայնություն ոչինչ չտվեց հայությանը։ Հայ մանուկները սովորում են այս տեքստը դպրոցում։ Սա մենք չենք գրել, դուք եք գրել։ Ընդհակառակը ավելի սրեց մեծ տերությունների հակասությունները, նպաստեց Օսմանյան կայսրությունում հակահայկական տրամադրությունների աճին, այսինքն գրա չի, որ թուրքերը արյունարբու են ի բնե, գրածա մեծ տերությունները այնքան բզբզացին, մինչև Օսմանյան կայսրությունում սրվեցին արդեն իսկ գոյություն ունեցող հակահայկական տրամադրությունները, բայց դրանք գենետիկ չէին, տենց բան գրքում չկա գրած։ Հայկական հարցից ազատվելու համար Սուլթան Համիդը ընտրեց խնդրի լուծման բարբարոսական ճանապարհ հայերի զանգվածային բնաջնջման քաղաքականությունը։ Եվ վերջինը Բրեստ-Լիտովսկի հաշտություն եւ Տրաբզոնի բանակցությունները 1914 թվականից հետո 18 երևի։ Միաժամանակ Թուրքիան պահանջ դրեց, որ Անդրկովկասը անջատվի Ռուսաստանից իրեն անկախ հռչակի։ Սա մոտավորապես նշանակում է, որ Թալատ Փաշան եւ Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը այդպիսի անկախության հարց են դրել մեր առջև, այս են Ալիևյան սահմանադրություն, չգիտեմ ինչ եւ այլն։
Գրած է դասագրքում, մենք մեր պատմությունը սենց ենք սովորել։ Դուք որտեղ եք եղել պատմության դասերին։ Այսօր գալիս է ինչ ասում, ամբողջ ֆրակցիան ասում, խնդրում եմ, եկեք չմտածենք, զուտ ֆիքսենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը սպառնալիք են, թշնամի են։ Այդ ֆիքսենք, հետո կհասկանանք, որ երկիրը, որ գերտերությունը մեզ ոնց է ուզում օգտագործի որպես գործիք մեկ այլ գերտերության դեմ։ Ուղեղը անջատելու, չմտածելու, ուրիշ ավելի լավ առաջարկ կա, քան եկեք մի հատ ֆիքսենք մի բան, դրա մասին դա չվիճարկենք։ Ընդ որում, հարգելի գործընկերներ, երբ մի գերտերություն մի ուրիշ երկրի ուզում է օգտագործի մի ուրիշ գերտերության մեջ, չի գնում լրիվ, ասենք, առանց կոնտեքստի, առանց պատճառի, ընտրում ասում, այ դու կաշխատես իմ համար։ Գնում նայում է, տեսնում է այդ մյուս երկրում ինչ թեմա կա, որ ինքը կարա բզբզա վերցնի եւ օգտագործի իր հարաբերությունները մեկ այլ գերտերության հետ պարզելու համար։ Կներեք ես բորբոքվելուց համար, հիմա անցնեմ բուն ելույթին։ Արտաքին գործերի, հարգելի գործընկերներ եւ միջազգային առևտրի նախարարություն։ Մեր նախարարությունը վերանվանվել է եւ հետայսու 4 հանձնաժողովների հետ պետքա գործ ունենա։ Եվ ես ուզում եմ կարճեմ այս առիթից ու վերադառնամ նախորդ հանձնաժողովի քննարկման տիրույթ, որ իհարկե տնտեսականը չէր, ֆինանսա-բյուջետային էր, բայց կապ ունեն այս թեմաները միմյանց հետ։ Ուժեղ Հայաստան ուժը իրեն ներկայացրեց որպես լիբերալ ազատական տնտեսության կողմնակից ուժ, որը սակայն կողմնակից է պետության առավել մեծ կարգավորիչ դերին։ Եվ այստեղ կարգավորիչ դերի մասին իհարկե արժե խոսել, հասկանալ, թե ինչ նկատի ունեն մեր գործընկերները, որտեղ այդ դերը երկու տեսակ կարա լինի։ Օրինակ, պետությունը կարա հակամենաշնորհային օրենքներ ընդունի, հակամենաշնորհային օրենքներ, որպիսի ու դա կստացվի իսկապես պետության միջամտություն ազատ շուկայի մեջ, որպիսի հանկարծ բնական մենաշնորհ կամ առավել եւս արհեստական մենաշնորհ չձևավորվի այդ տնտեսության մեջ։ Սակայն դուք, պարոն Կարապետյան, ձեր հարցազրույցներից մեկում ընտրում եք պետության միջամտության մյուս ձևը։ Ասում եք, եթե դու ազատ շուկա թողնես, մեր երկրի պահանջարկի քանակը շատ քիչ է, որպիսի ես բառացի եմ մեջ բերում, որպիսի արտադրությանը հերիքի։ Եթե մենք ուզում ենք լուրջ արդյունաբերական հիմնարկ ունենանք, մենք պետք է կոնսոլիդացնենք ամբողջ պահանջարկը։ Փոքր երկիր ենք, եթե մենք Թուրքիայի չափ երկիր լինեինք 80 միլիոն բնակչությամբ, իհարկե մրցակցային դաշտ կստեղծվեր։ Եթե դու ուզում ես գործարան ունենաս, դու պետք է կոնսոլիդացնես պահանջարկը, ստիպես ինչ-որ առումով, որ պահանջարկը մի տեղ լինի, որ կարողանաս այդ մասշտաբի հումք պատվիրես, շատ աշխատակիցներ պահես, արտադրողականությունը մեծացնես ու մրցակցես չինացիների հետ։ Ստիպես, որ պահանջարկը մի տեղ լինի։ Այսինքն դուք առաջարկում եք, Հայաստանի շուկան ասում եք փոքր է, մենք պետք է ինչ-որ մի ոլորտ տանք մի որևէ, ես պնդում եմ ընտանիքի, ասենք, ստիպենք, ասենք, էլ ուրիշ ոչ ոք չի զբաղվում, օրինակ, ինչեր են, լարերը, մալուխների արտադրությամբ զբաղվում են Կարապետյանները, չգիտեմ ինչի արտադրությամբ զբաղվում են Խաչատրյանները, այս ինչի արտադրությամբ, Սարգսյանները, այն ինչի արտադրությամբ Քոչարյանները։ Ինչու են սենց անում, որ Հայաստանի շուկան փոքր է, մենք պիտի Չինաստանի հետ մրցենք, մեծ գլոբալ նպատակ ենք դրել։ Սա մեզ ծանոթ օլիգարխիայի վերածննդի ճանապարհային քարտեզն է։ Մենք բոլորովին վերջերս ենք դուրս եկել նման տնտեսական համակարգից։ Հիմա այնուամենայնիվ վերադառնամ բուն արտաքին գործերի այդ թեմայի մեջ, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, ես շատ եմ մտածում ես սպառնալիքը եկեք ֆիքսենք, հետո կմտածենք ում հետ ենք համագործակցում։ Այս թեմայի մասին շատ եմ մտածում, նաև շատ եմ մտածում, շատերը գալիս եք այստեղից ասում ենք մենք հայամետ ենք։ Դա ստուգելու լավագույն ձևը իրականում փորձելն է մնացած բոլոր պետություններին վերաբերվել նույն ձև։ Դա պետք է դուք փորձեք այստեղից ասել։ Այդ դա կլինի ստուգելու ձև, արդյոք հայամետ եք, թե հայամետ չեք, որովհետև եթե դուք որոշել եք գաք այստեղ տարբեր պետություններին, մեկին վերագրեք լավ մտադրություններ, հետո իր վատ մտադրությունները հիմնավորեք մեր գործողություններով, այդ չեղավ հայամետություն։ Եվ այս իրականում բանաձևն աղկինում վարչապետ Փաշինյանը տվել է, անդրադառնալով հետևյալ դիվանագիտական ձևակերպմանը, որ աշխարհում չկան մշտական թշնամիներ եւ բարեկամներ, կան մշտական շահեր։ Ձևակերպումը Այս արդեն իմ բառերով եմ ասում, այդքան էլ օգտակար ձևակերպում չի հայերիս, Հայաստանի ժողովրդի համար, որովհետև այս ձևակերպումը մեզ համար ծուղակ է ստեղծում։ Մենք սկսում ենք մտածել ոչ թե իսկապես մեր շահերի մասին, այլ սկսում ենք մտածել ում հռչակենք թշնամի։ Հետո կմտածենք, թե շահերը ոնց դասավորենք դրա նկատմամբ։ Մենք պետքա փոխենք այս բանաձևը եւ սկսենք մտածել հետեւյալ կերպ,
որ բոլոր երկրներին պետք է վերաբերվենք նույն ձև։ Բոլոր երկրները կարող են ագրեսիվանալ եւ մենք դա աշխարհում տեսնում ենք։ Այլ երկրների վրա կարող են հարձակվել, ոչ անհրաժեշտաբար մեր վրա, բայց դա ցույց է տալիս, որ բոլոր երկրները կարող են ագրեսիվանալ եւ սկսել պատերազմներ։ Չկան այնպիսի երկրներ, որոնք չեն կարող ագրեսիվանալ։ Եվ սա վերաբերվում է հավասարապես բոլոր երկրներին։ Եթե այս վերաբերմունքը դուք կարողանաք ворթեգրել, ես կհավատամ, որ դուք հայամետ կամ հայաստանամետ ուժ եք։ Մենակ այս թեստի շնորհիվ, թե չէ հակառակը, եկեք մի բան ֆիքսենք ու այդ մասին չմտածենք, ու հետո փակուղի տանող ձևակերպումներ են տալիս։ Երկու ուժ էլ ասել եք, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների, բայց ոչ ի հաշիվ հայոց ցեղասպանության ճանաչման։ Այդտեղ տարածք չկա։ Այսինքն ստացվում է այն օրը, երբ դուք գնում եք Թուրքիայի հետ բանակցությունների, դիցուք իրենք այդպիսի պահանջ չեն դնում հրաժարվելու հայոց ցեղասպանության ճանաչումից։ Ձեր գործողությունները ո՞րն են լինելու։ Այդ սենյակից եթե դուք դուրս եկաք առանց անձամբ խոսելու հայոց ցեղասպանության պահանջից, պրոբլեմա, տանը ձեզ ասելու են, որ դուք ուրացել եք հայոց ցեղասպանությունը։ Եթե խոսակ, այդ խոսակցությունը փակուղի է մտնելու, որովհետև կստացվի, որ նախապայման եք դնում հայոց ցեղասպանությունը։ Այդ ձևակերպումը եկեք կարգավ, չէ, իրանք չեն դնում։ Իրանք դուք եք սկսում խոսակցությունը։ Իրանք Տեղից մի ինչ։ Այն րոպեին, երբ դուք այդ հանդիպումից դուրս եկաք եւ հայոց ցեղասպանության հարցը ինքնուրույն չբարձրացրեցիք, Տիկին Հովսեփյանը ասելու է, ինքը գնացել էր Թուրքիա բացառապես հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջելու։ Դա ասելու է Քրիստինե Վարդանյանը, ձեզ ուրանալու մեջ են մեղադրելու ձեր իսկ թիմակիցները։ Եվ մի վերջին դիտողություն, ես համաձայն չեմ, որ Քոչարյանը միացավ դաշնակցությանը, տենց ձևակերպեցիք։ Ոչ է դաշնակցությունը միացավ Քոչարյանին։ Քոչարյանը, պարոն Ռոբերտ Քոչարյանը, դաշնակցության մտածողության եւ նրանք, ովքեր կմիանան այդ մտածողությանը, ի հեճուկս մեծ պատմության դասագրքի, դրա եւ ադրբեջանցիների միջև միջնորդն է։ Այն հայտնի հարցազրույցում, որը ես մեջ բերեցի, որտեղ լրագրողը հարցեր էր տալիս պարոն Քոչարյանին, իրան հարցում ասում այդ մահ կամ ազատություն կարգախոսի մասին ինչ եք մտածում, պարոն Քոչարյան։ Պարոն Քոչարյանը ասում է, ես այդքան էլ լավ չգիտեմ պատմությունը, բայց ենթադրում եմ, որ դուք խոսում եք, լրագրողը ասում է դե դաշնակցության մասին, ասում է հա, կարծում եմ, որ արդի ժամանակներ են եկել, էլ ռելևանտ չի այդ արտահայտությունը։ Նաև ասում էր, որ Ադրբեջանն էլ ունի վերադարձ իրավունք, այդ բոլորին վերջերս էր ասում, նա էլ չի կարա հրաժարվի, ինքը միջնորդն է ձեր ու Ադրբեջանի միջև։ Շնորհակալ եմ։ Մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, հարգելի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներ, Ուժեղ Հայաստան խմբակցության անդամներ, Հայաստան դաշինք խմբակցության անդամներ, ես տենց խնդիր չեմ տեսնում ողջունելու եւ բարևելու բոլորին։ Որտեւ կարծում եմ դա դաստիարակության առնվազն նշան է։ Խոսք սկսեմ պարոն Քոչարյանով։ Պարոն Քոչարյանը ընդվզում է, որ մենք նորմալ կարողանում ենք բանավիճել, քաղաքակիրթ կարողանում ենք խոսել։ Գիտեք ինչի, որտեղ այս 5 տարիների ընթացքում նրանք սնվել են եւ սնել են իրենց մարգինալ հատվածին հենց այդ խոսույթով, այդ թուրք դավաճան, այդ sense ամենաանտանելի խոսույթով, որովհետեւ դրանով են նրանք միայն ակտուալ էս քաղաքական դաշտում։ Բայց տեսնում ենք, մարգինալացել են նաեւ նրանց խմբակցությունը։ Մեզ եւ ձեզ, պարոն Կարապետյան, դիմում եմ նաեւ ձեզ, բարբերաբար ստիպելու են հետ գնալ այդ ուղուն։ Ստիպելու են ոչ միայն ստեղ նստած Հայաստան դաշինքի ներկայացուցիչները, ստիպելու են նաև քաղաքացիներ, որտեղ այդ սուր խոսույթը երբեմն նաև այդ քաղաքացիների մոտ է նստվածք տվել եւ ասում են դուք ո՞նց կարող եք բանավիճել։ Այս առաջարկը ինչի ենք ասում մեր հայրենակիցների համար է, որովհետեւ մեր հայրենակիցները միմյանց միջև կարողանան այս կերպ քաղաքական տարաձայնություն ունենալով հանդերձ նստեն ու բանավիճեն, ոչ թե իրար ուզենան ինչ-որ բանով ծակած լինեն։ Մեր խնդիրը դա է։ Մենք այդ խնդիրն ենք ուզում լուծենք։ Ինչ վերաբերվում է կոնֆլիկտին, ես անձնապես ընդհանրապես չեմ վիրավորվել այդ վերջին արտահայտությունից, որտեղ եթե ես ինտերնետում այդ տեսանյութեր, դեմքը, ընդհանրապես անազգանու կարդալուց կարամ skip անեմ, ես այս դալիճում նստած չեմ կարողանում, ականջներիս չեմ հավատում, ու որ լսում եմ այդ տեքստը 100 անգամ կրկնելով, որ էլի Հայաստան դաշինքից լսել ենք, էլի, հիմա ուզում եմ հարց տալ, ձեր խմբակցության դիրքորոշումներն են սրանք, որ Տավուշը հանձնվել է։ Տավուշը, մեր մարզը տեղում է։ Տավուշը հանձնել արտահայտություն էս ամբյոնից ինչի են անում։ Այդ խմբակցության դիրքորոշումն է, խմբակցության դիրքորոշումն է պատերազմի մեղքը բարթել մեր խմբակցությանը, պատերազմ սկսելու մեջ մեղադրել մեր խմբակցությանը։ Այսինքն այն
ձևակերպումները, որ ինչ-որ գործողությունները կարա, հայտարարությունները կարա, այդ հեքիաթները, որ լսել ենք այս 5 տարի, այդ լսել ենք, բայց հիմա դարձավ ուրիշ բան։ Պատերազմը սկսել ենք մենք, զորավարը գնաց պատերազմի հետ արտահայտությունը։ Եվ ավելին ասեմ, պարտվել ենք եւ դրա դիմաց ստացել ենք ազգային ժողովում տեղեր։ Մեր բարեկեցության մասին ենք։ Այ դա է ինձ վիրավորել ավելի շատ։ Այ դա է ինձ հունից հանում ավելի շատ։ Եվ ինձ շատ դժվար է հիմա դրա մասին կրկնել։ Եվ ես խնդրում եմ այդ կոնսպիրոլոգիաները, ինչ որ ծրարներ փոխանցել իրար Ադրբեջանին, այդ ամենը ձեր խմբակցության դիրքորոշման մեջ է մտնում, հա, որ մենք տենց այն ինչ որ լսել ենք, էլի, ինչ շատ կարևոր է այս ամեն ինչը։ Ձերելի հայրենակիցներ, այս օրերի ընթացքում շատ է քննարկվել, որ դե արագացրեք, այս process-ը ձևավորեք, անցեք աշխատանքի արդեն, դուք էլ պարոն Աբրամյան հիշում եմ, ասացիք, պետք է ավելի շատ խոսենք խնդիրներից։ Ես կարծում եմ, որ այս փուլը շատ կարևոր է մի հատ դիրքորոշումների հստակեցման, որպեսզի մենք հասկանանք, որ կետից ենք սկսելու խոսել։ Էլի նորից են 5 տարի առաջ հիշում եմ պարոն Գաբրելյանը, պարոն Կոնջորյանը, պարոն Ռուբինյանը, ասենց Լեոյի գրքեր, Լևոն շատ, ինչ ասես բերես տեղ կարդացել ենք, որպեսզի այս մարդկանց բացատրենք մեր դիրքորոշումները։ Էլի պետքա սկսենք այդ գրքերը բերել։ Ես առաջարկում եմ, հարգելի գործընկերներ, ձեր խմբակցության անդամներին առնվազն տալ ազգային ժողովի 5 տարվա նիստերը նստեն նայեն։ Ես կարծում եմ, որ դուք այդ նիստերին ծանոթացել եք մեդիայից, առնվազն կամ ռուսական մեդիայից, կամ ընդդիմադիր մեդիայից, որովհետև հնչում են այստեղ տեքստեր, որ էլի տենց փշաքաղության աստիճանի ինձ հունից հանում են։ Օրինակ Տիկին Ավետիսյան, ձեր առաջին ելույթն էր, թե երկրորդ, մենք շուշադրություն չդարձրենք, հիմական չծակեց այդ տեքստը, որ խաղաղության համաձայնագրից հետո եկել են այս Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերով միայն 4 գերի, իսկ այն մնացածը, որ պատերազմից հետո հետ են եկել են երկրների անուններ թվարկում այս մարդը, այդ երկրների շնորհիվ։ Տիկին Ավետիսյան, ես խնդրում եմ ուշադրություն դարձրեք մեր քաղաքական դիրքորոշման, մեր արտաքին գործերի նախարարության, խորհրդարանական դիվանագիտության իմիջիալս կարակ մտնեք մեր բոլորի ելույթները հանրային տեղադրված է։ Մենք ինչքան ենք դոշ ծեծել, ինչքան ենք կռիվ տվել, շատ հարցերի շուրջ։ Բայց մի խորհուրդ բարեկամաբար, եթե կուզեք հետագայում, եթե ինչ որտեղ խորհրդարանական դիվանագիտության մեջ ընդգրկվեք, այդ հարցը քաղաքական շահարկման առարկա չի։ Մեր հայրենակիցների կյանքը քաղաքական շահարկման առարկա չի։ Իրար մեղադրելու գործոն չպետք է դառնա։ Հետագայում, այն որ դուք եք շատ սիրում ասել, այս ամբիոնից պետք չի ամեն ինչ խոսալ, մենակ մենք չենք լսում եւ այլն, մենք հակառակը շատ բաց ու թափանցիկ եք խոսում ու ասում եք դա խանգարում է։ Եվ ես շատ մեծ սիրով կուզեմ ձեզ ներկայացնել այդ նույն դիվանագիտական աշխատանքի ընթացքում ինչին է խանգարել այդ քաղաքական շահարկման առարկա դարձնելը։ Նաև խորհրդարանական դիվանագիտական աշխատանքի հետ կապված ուզում եմ պարոն Խանդանյանի մասին խոսել։ Հարգելի գործընկերներ, դուք եկել եք ազգային ժողով այն փուլում, երբ մենք որ գնանք միմյանց հետ որևէ միջազգային կազմակերպությունում ելույթներ ունենալու, մենք այլևս կռիվ չենք տալիս։ Մենք այնտեղ մեր դերը, դիրքը չենք չանկռում հիմա, բայց նախորդ տարիներին մենք ուղղակի ոնց բացատրեմ, մաքարելը ավելի հեշտ է ասել։ Մենք գիտեք ինչ տաժանակիր աշխատանք էինք տանում, որ կարողանայինք Հայաստանի Հանրապետության, Ղարաբաղի, գերիների, պատերազմի, օկուպացված տարածքների հետ ամենի հետ կապված մեր դիրքորոշումները ամրագրեինք թե բանաձևերով, թե ընդհանրապես մեր պետության շահը կարողանայինք պաշտպանել։ Բայց մի կարևոր նկատառում անեմ, այժմ մենք լիիրավ անդամ ենք եւ դուք որ գաք, ձեր ելույթները կարող են լինել օրինակ գլոբալ տաքացումից, շրջակա միջավայրից, որովհետեւ այն խնդիրները, որ Հայաստանը իր առջև դրել է, այն աղմուկը, որ միջազգային հանրության տեսանկյունից Հայաստանն ու Ադրբեջանը ունեցել են, ավարտվել է, որտեղ միջազգային հանրության տեսանկյունից մենք աղմկում էինք միմյանց, մեզ չէին լսում արդեն։ Դուք որ գաք այդ հարթակներ ինքներդ կտեսնեք դրա արդյունքը։ Ստեղ Տիկին Հովսեփյանը խոսեց մեր եւ իրենց տարբերություններից, հարգելի գործընկերներ, ցիտում եմ, դիվերսիֆիկացիա։ Մենք չենք ուզում մի կախվածությունը փոխարինել մյուսից կախվածությամբ։ Տարածքային ամբողջականությունը մենք մեր պաշտպանում ենք։ Տիկին Հովսեփյան, կարդացեք մեր, այո, մի կարևոր կետ կա, որ մենք ձեր հետ տարբերություն ունենք, եթե կնշեմ, կարդացեք մեր նախընտրական ծրագիրը, էլի եկեք նստեք ազգային ժողովի նիստերը նայեք, բայց մեր համար երբեք ու երբեք
Ղարաբաղը ու շատ տարօրինակ էր լսել անձամբ ձեզնից այդ տեքստը։ Ղարաբաղը եղել է մեր համար, ձեզ եմ ցիտում էլի, ռազմավարական եւ դիվանագիտական խորություն։ Մեր համար երբեք չի եղել ռազմավարական եւ դիվանագիտական խորություն, Տիկին Հովսեփյան։ Ցավում եմ, որ դուք աշխատելով նախկինում արտաքին գործերի նախարարությունում նման դիրքորոշում ունեք եւ վերջում անդրադառնամ էլի պարոն Քոչարյանի եւ նաեւ ձեր կողմից շատերի հնչած մի մտքի է, պարոն Ռուբինյանը անդրադարձավ, բայց այդ թեզը շատ հետաքրքիր է, էլի։ Այ ինչի եք այնպես արել, որ Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցները հիմա կիրառում ձեր նկատմամբ, այսինքն դուք ընդունում եք, որ մեր բարեկամը, մեր ռազմավարական դաշնակիցը, նրա համար, որ մենք ուզում ենք տնտեսություն դիվերսիֆիկացնենք, նրա համար, որ մենք ուզում ենք մեկից կախվածություն չունենալ շատերից կախվածություն եւ քիչ, պատժում է մեզ, ձեր դիրքորոշումը այդպիսին է, այդ մեկ հարց, եւ խնդրում եմ այդ հարցին պատասխանել, եւ երկրորդ հարցը մշտապես է մտածողության նմանություն ա եղել, էլի, այն որ կնոջը բռնության են ենթարկում, շատերը ասում են, թե տենց կարճ էր հագել դրա համար։ Ես կարծում եմ, թե ձեզնից չեմ ակնկալում, որովհետև դուք անգամ երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ եղավ ռազմական գործողություններ, մի ծպտուն չհանեցիք, չուղեցիք խոսք հապկին, ոչ մեկին, ոչ մի բան չասեցիք։ Այդ ժամանակ մենք ոչինչ չէինք արել։ Ձեր նշած ոչ օրենքներ ընդունվել, ոչինչ տեղի չէր ունեցել։ Պրահաներ չէր եղել, ոչինչ տեղի չէր ունեցել։ Կամ լավ էս մասին հաջորդ անգամ կխոսեմ այդ զենքի վաճառքի եւ մնացածի վերաբերյալ էլի։ Բայց այդ ժամանակ դուք ձեր պետությունը չպաշտպանեցիք։ Ուզում եմ լսել ձեր դիրքորոշումը։ Դուք ձեր պետությունը պաշտպանում եք։ Դուք կարծում եք, որ մեր նկատմամբ արդար են մոտեցումները, որ տեղի են ունեցել 20, 21, 22, 23 թվականներին։ Շատ կարևոր է այդ դիրքորոշումները լսել։ Եվ վերջում Տիկին Հովսեփյան, ներողություն խնդրելը ուժեղների դիրքն է, ուժեղի գործիք է։ Եվ դուք, երբ որ խոսում եք ներողություն խնդրելուց քաղաքական առումով, ասում եք դա չի կարող շատ բան փոխել։ Իրականում ասեմ, լավ կլիներ այդ դիրքը ունենայիք նաև դուք։ Ձեր խմբակցության անդամները կոնկրետ մարդու արած գործողությունների հիման վրա։ Շնորհակալ։ Հասմիկ Հակոբյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, իդեպ Տիկին Մինասյան, Հայաստան դաշինքը ոչ միայն չէր դատապարտում Հայաստանի վրա հարձակման փորձերը, ոչ միայն չէր դատապարտում եւ այլ օրինակ թիմակից կորցրեց իրենց թիմակցի պնդմամբ մեծապես են պատճառով, որ որոշ դեպքերում պսպղուն աչքերով վազում էին ազգային ժողով քաղաքական դիվիդենդ սարքելու համար զինվորի կորուստը կամ Հայաստանի տարածքի վրա հարձակումը, այդպես դուք ձեր նախկին թիմակցի հետ շփվեք այդ հարցի հետ կապված։ Սիրելի քաղաքացիներ, այս օրերին ամենաշատը մեզ ինձ գոնե քաղաքացիները, լրագրողներն անգամ այս շենքի մոտենում են, ասում են՝ «Ինչ տարբերություն ձեր եւ ուժեղ Հայաստանի միջև»։ Նախընտրական շրջանում ընդամենը 2-3 ամիս առաջ այս ուժը եւ դուք ծայրահեղ հակառակ բևեռներում էիք, որևէ հարցի շուրջ չկար որևէ կոնսենսուս։ Եվ ես իրոք, պարոն Կարապետյան, ուզում եմ հարցնեմ, ասեմ, այդ ո՞նց դարձաք այդքան քաղաքացիական պայմանագիր կուսակցական, ձեր ուժը ո՞նց դարձավ։ Հիմա պարզվում է, որ թրիփը ձեր համար ճանապարհ է, Ադրբեջանից բենզինի ներկրումը ողջունելի է, թալանը հետ պետք է բերվի։ Հանրապետականների ժամանակ ասում եք կար համակարգային կոռուպցիա, այո, կային քաղբանտարկյալներ հանրապետականների ժամանակ, այո, այս վերջի 10 օրվա բաներն եմ ասում։ Անգամ բռնել եք Եվրամիության ճանապարհը, հասկանում եք։ Դուք ընդունում եք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Պարոն Կարապետյան, իրականում ո՞րն է մեր ուժերի տարբերությունը։ Որովհետև քաղաքացիներն ասում են՝ մի հարցի շուրջ ենք տեսել տարբեր խոսույթ։ Ձեզ համար կաթողիկոս Գարեգին Բ է, մեզ համար Կտրիչ Ներսիսյան։ Չկա այլ հակադրություն այս օրերին քաղաքացիների աչքերով։ Բայց սիրելի քաղաքացիներ, ուզում եմ ասել, որ իրականում 10 օր առաջվա դրությամբ ոչինչ չի փոխվել իրականության մեջ։ Սամվել Կարապետյանը թրիփի հետ կապված հայտարարում էր, որ արդեն բանակցված, ստորագրված փաստաթղթերը ինքը փոխելու է։ Բառացի է ասել, պարոն Կարապետյան։ Դուք հայտարարում եք, որ արդեն իրագործվող ծրագրի բերելու եք
երաշխավորներ, չեք վստահում Միացյալ Նահանգներին, վերելու եք Իրանին, Ռուսաստանի Դաշնությանը, Չինաստանին երաշխավորներ։ Սա նշանակում է թրիփի չեղարկում ախր։ Ախր ուղիղ բառերով դուք չեք կարող ասել ողջունում ենք թրիփը եւ ամեն ինչ անելու ենք, որ իրագործի, բայց իրականում ցանկանալով դա չեղարկել։ Դուք չեք կարող ասել ողջունում ենք ապաշրջափակումը, շատ լավ է, բայց գալ ասել, որ դուք օրինակ այդ դրա այսպես արտահայտության ձև ասեմ, հա, օրինակ բենզինի ներկրում, առևտուր, հա, տարանցիկ որպես երկիր ապաշրջափակում եւ այլն, այդ դրվագները գաք ասեք, որ դուք միանալու եք օրինակ ադրբեջանական բենզինի բոյկոտողներին։ Չի կարող տենց բան լինել։ Դա նշանակում է դուք չեք ողջունում այդ ապաշրջափակումը եւ չեք ուզում, որ դառնա կոմունիկացիոն այդ հաբի վերածվի Հայաստանի Հանրապետությունը։ Կամ որ ասում եք թալանը կողմենք, որ հետ բերվի։ Ախր այդ թալանը, այստեղ նստած հանրապետականները, օրինակ Սերժ Սարգսյանին ասել եք, որ ինքը թալան չի է, այդ թալանը պետք է հետ, ուզում եք թալանը հետ բերվի։ Գնացեք, ասեք, հարգելի գործընկերներ, բերեք, հետվեք այդ թալանը եւ հաշտություն կնքեք պետության հետ։ Չեք անում, չէ, ուղղակի հայտարարում եք, այսինքն դուք կողմ չեք թալանը հետ բերելուն։ Կամ ասել, որ հանրապետականների ժամանակ վատ էր, կար համակարգային կոռուպցիա, կային խաղբանտարկյալներ, բայց ասել, որ դուք հպարտորեն կրում եք ձեր հոր ժառանգությունը, ձեր հոր ժամանակաշրջանի ամեն ինչը։ Ձեր թիմակիցներ ասում, դուք էլ եք, դուք չեք զատվում ձեր հորից։ Ձեզ թիմը նոր ուժ չէ, դուք չեք զատվում։ Դուք ձեր քաղաքական հայրերից, որոշ դեպքերում ուղիղ հայրերից չեք սահմանազատվում իրականության մեջ։ Օրինակ Լևոն Քոչյանը ինքը կրում է պատասխանատվությունը, ինքը արդարացնում է իր հորը, ես բան չեմ կարող ասեմ, այդ մարդը գայս արդարացնում է, դուք համ մեղին եք խփում, համ նալին եք խփում, համ ասում եք վատ է, համ էլ ասում եք ես կրում եմ այդ պատասխանատվությունը, չէ, այդպես չի լինում, դուք նոր ուժ չեք, տիկնակ եւ պարոնայք, դուք հայտարարում եք, որ ընդունում եք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց տարածքային ամբողջականությունը ուղղակի բառերով չեն ընդունում։ Այս օրերին մենք ասում ենք, ասեք, որքան է քառակուսի կիլոմետրով մեր տարածքային ամբողջականությունը, դուք չեք ասում։ Այդպես հնարավոր չէ։ Կամ Ղարաբաղի հետ կապված, նախընտրական շրջանում մարդկանց հույզերի հետ ամբողջությամբ խաղալով, գալ այսօր ասել, որ Ղարաբաղի հարցը բանակցային խորք էր, որը մենք կորցրեցինք։ Ասել եք ղարաբաղցիներին, որ ընդհանրապես բանակցային խորք էր Ղարաբաղի հարցը։ Տիկին Վարդանյանն էլ է մի անգամ ի դեպ ասել, հեչ լավ արձագանք չի ստացել քաղաքացիների կողմից այդ արտահայտությունը։ Կամ որ ասում եք մենք Եվրոպա ենք գնում։ Ինչի կարեք Եվրոպայում մասնակցեիք ընտրություններին այս համատարած ընտրակաշառքներով։ Կարեք 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 209 ընտրական հանցագործություններով քրեական վարույթ։ Ձերբակալվել է 282 անձ, հետապնդվում է 296 մարդ, այս անձանցից 207-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ մտել է դատարան։ Կամ խոսում եք, որ այդ ձայնագրությունները մոնտաժված են, կեղծ են։ Պարոն Վարդանյան, դուք էլ եք ասում։ Ես էլ կարամ ասեմ մոնտաժված է, ես էլ կարամ կեղծ եմ բառնել է ինչ է։ Գիտեք, հարգելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ, ոնց պետք է իրավական առումով ասել, որ դա կեղծված է, ոչ թե այստեղ որ լավ հնչի եւ ծափ տան մարդիկ, ասեն, հա մի բան կա, այլ պետք է հակակոռուպցիոն կոմիտեին դիմեն, ասեն փորձաքննություն նշանակի, այդ ձայնագրությունները կեղծ են։ Իսկ գիտեք, քանի դեպք կա հակակոռուպցիոն կոմիտե դիմաց, 0 դեպք։ 0 դեպք կա, մարդիկ չեն վիճարկում։ Գիտեք ինչի, որովհետև այդ մարդիկ գնացել են, մեծ մասը տվել է խոստովանական ցուցմունք, ասել է ես վերագրվող արարքը ընդունում եմ։ Եվ սկսել է մի քիչ այլ կերպ որոշ դեպքերում մեկնաբանել իր ձայնագրությունը։ Չեն ասել, կամ հասկանում ես խելահեղության բանը էլի վարկած ասա, ասել որ մարդիկ, այս հարյուրավոր մարդիկ, որ ես կարդացի, ինչ որ մեկը Մարտունից, ինչ որ մեկը Սիսյանից, ինչ որ մեկը Տաշիրից, իրանց աշխատավարձը դրել են, վրայից էլ վարկ են վերցրել, ձեր մեջքի ետևում, սրիկայաբար, գնացել են փող են բաժանել, որ դուք ընտրվեք։ Սա չի լինում, չէ՞։ Իսկ այդ մարդիկ ասում են մենք մեզ վերագրվող արարքը ընդունում ենք։ Մի գցեք այդ մարդկանց։ Իրականում, սիրելի հայրենակիցներ, 10 օր առաջվա դրությամբ որևէ բան չի փոխվել։ Պարզապես այս մարդկանց PR-շիկներն են փոխվել։ Նրանք հասկանում են, որ մեր թեզերը, մեր օրակարգերը
ունեն հանրային մեծ ընկալում եւ դրա ապացույցը վերջին ընտրություններում մեր հաղթանակն է։ Եվ հիմա այդ թեզերը վերցնել կրկնել նույնությամբ, ոնց մենք ենք ասում, նորա սկզբում կրկնում էի։ Դա ոչինչ չի կարող փոխել։ Ձեր փիարշիկները մի քիչ պետք է, հասկանում, քաղաքական չեն։ Երևի էլի ինչ որ տեղերից բերված մարդիկ են, որոնք չեն զգում մեր քաղաքացիներին։ Հիմա, պարոն Խանդանյան, ձեր գործունեության մասին։ Ես պատիվ եմ ունեցել լինելու ձեր հանձնաժողովի падգամավոր եւ ես հիացած եմ ձեր գործունեությամբ, ես տեսել եմ ձեր նվիրումը, ձեր գործին եւ այստեղ ասել, որ թե ինչքան է գնահատում պարոն Խանդանյանի գործունեությունը, ասեք քանի դրամի օգուտ է տվել։ Ես հասկանում եմ, որ ձեր մոտ ամեն ինչ չափվում է փողով, դրամով։ Քանի դրամ է, ինչքան միլիոն է, միգուցե ռուբլով, չգիտեմ։ Բայց ես չեմ կարող էլի գումարի չափ ասեմ, դուք ասեք, դուք որքան եք գնահատում խաղաղությունը, փող ասեք, գումար ասեք, գրեմ, գումարեմ իրար։ Որքան եք գնահատում այն մոր հանգիստ խղճով քունը, ում որդին ծառայել է այս վերջին տարիներին բանակում ու հանգիստ է քնել այդ մայրը։ Ասեք գումարեմ ժողովրդավարություն, այլ արժեքներ, որոնք գումարով ես չեմ կարող ասել։ Դուք ասեք ես գումարեմ, բաժանեմ մեր թիմակիցների քանակին, պարոն Խանդանյանին էլ մի քանի բալ ավելով, վերագրեմ ասեմ ինչքան արժի։ Ամեն ինչ փողով չի չափվում։ Այդ փողը թարգեք։ Հեչ ընկալելի չի ժողովրդի կողմից։ Բայց կուզեի մի քիչ ցեղասպանությունից էլ խոսել, բայց քանի որ այս ուժին չէր վերաբերվում այսօր ելույթս, թող մնա հաջորդիվ։ Ուզում եմ ասել, որ մենք մեր ժողովրդին խոստացել ենք հեղափոխություն 2, որը կիսատ է մնացել 2020 թվականի տարբեր իրադարձությունների բերումով։ Մենք խոստացել ենք ու մենք ավարտին ենք հասնելու հեղափոխությունը, բայց մի տարբերությամբ։ Այն մարդիկ, որոնք չեն օգտվել մեր մեկնած ձեռքից եւ հեղափոխությունից, նրանց հանդեպ նույն վերաբերմունքը չի լինելու։ Բոլորը պատասխան են տալու, մեր բոլոր խոստումները հեղափոխության առաջին օրվանից մենք ի կատար ենք ածելու։ Ու ինչպես մնացած հարցերում այս հարցում եւս, միգուցե դուրս գաք ու դուք էլ միանաք, որովհետեւ ձեր որոշ թեզեր 10 օրվա ընթացքում համընկել են մեր հեղափոխության թեզերին, բայց էլի հանգիստ եղեք։ Մենք չունենք փիարշիկներ, բայց մենք ինքնուրույն քաղաքական ենք եւ մենք դուրս կգանք, կգտնենք ու ձեզ էլի հասարակությանը ցույց կտանք, որ միայն գեղեցիկ խոսքերով չէ։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ժանրի կանոններով Հայաստան դաշինքը լքում է ազգային ժողովի նիստերի դալիճը, երբ որ ես ելույթ եմ ունենում։ Սա մի բան էր, որի մասին ես խոսել եմ նաև իմ տեխնատության ընտրության ժամանակ եւ դա իհարկե նույնիսկ ապացուցման կարիք չուներ։ Հարգելի գործընկերներ, մեր ընդդիմադիր գործընկերները ուժեղ Հայաստան խմբակցությունը, Հայաստան խմբակցությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ մեր քննարկումներում մի հատ կարմիր թել են տանում։ Եվ ասում են, որ այ գիտեք ինչ որ անում եք, օրինակ ուժեղ Հայաստանն ասում է, որոշ բաների հետ համաձայն ենք, Հայաստան խմբակցությունն ասում է համաձայն չենք, բայց մի հատ գլխավոր բան են ասում են, որ այ բա երաշխավոր է, բա երաշխիքը։ Հիմա օրինակ պարոն Կարապետյանն ավելի հեռու է գնում, ասում է բա երաշխավորը պետք է բանը ժողովրդավար չի, այսինքն ինքը ժողովրդավոր երաշխավոր է հիմա փնտրում եւ այլն եւ այլն։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, էլի հարգելի գործընկերներ, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ երաշխավորի, մենք գիտենք դուք ում նկատի ունեք երաշխավոր ասելով, եւ Հայաստանի համար դուք ինչ երաշխավոր եք փնտրում։ Եվ այս երաշխավորի թեման արտահայտված է մի շատ հետաքրքիր եւ զվարճալի մեմի մեջ, որ ինտերնետում շատ հաճախ հանդիպում է։ Այդ մեմի մեջ ուրեմն պատկերված է Գայլը, Գայլը sense ձեռք գցել է մի հատ ուրիշ պերսոնաժի ուսին ու գրված է, ասում է. եթե դու մրսում ես, ես քեզ կարող եմ ուտել։ Էսա ձեր երաշխավորը։ Ձեր պատկերացրած երաշխավորը Հայաստանի համար այն է, որ եթե դու մրսում ես, ես քեզ կարող եմ ուտել եւ խնդիրը կլուծվի, դու էլ չես մրսի։ Հիմա հարգելի գործընկերներ, պարոն Քոչյանը այստեղ, Լևոն Քոչյանը այստեղ խոսեց բանի մասին, մեր աշխարհագրական դիրքի մասին եւ ասում էր, որ այդ մեր աշխարհագրական դիրքը մեզ համար ստեղծում է սպառնալիքներ եւ ինքը խոսում է սպառնալիքներից եւ այլն, բայց պարոն Քոչյանը մոռանում էր ասել, որ իրենց քաղաքական թիմի առաջնորդը եւ իր հայրը այդ աշխարհագրական դիրքը, այդ բոլոր սպառնալիքները, այդ միջավայրը տեսնելով, հաշվի առնելով 10 տարի նախագահ աշխատած մարդը
հայտարարում է, որ Հայաստանը չպետք է բավարարվի իր 29743 կիլոմետր տարածքով։ Ընդ որում ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ ինքը այդպես էլ չի կարողանում միջև վերջ ասի այդ 743, լրագրողներն են օգնում, այսինքն ինքը չգիտի էլ իրականում այն ստորագրությունը, որ ինքը դրել է այն հողային հաշվեկշռի տակ, նույնիսկ այդ թիվը չգիտի։ Եվ հիմա պարոն Քոչյանը եկել է ասում է, որ դե գիտեք մեր աշխարհագրական դիրքը։ Մի հատ շատ լավ գիրք կա, Tim Marshall հեղինակի անունը եւ կոչվում է Prisoners of Geography, շատ լավ գիրք է, աշխարհագրության գերիները, եթե այսպես ավելի իմաստային թարգմանենք, ու այդ հեղինակը ինչ է ասում, էլի, թվարկում եւ վերլուծում է պետությունները, որոնք որ ունեն այս կամ այն աշխարհագրական դիրքը, եւ ոչ միայն պարոն Քոչարյանի տրամաբանությամբ է նայում, որ այո, այդ երկրները գերիներն են, բայց նաեւ նայում այն հնարավորություններով, որ այդ գերությունը, այսպես ասած, ճակերտավոր գերությունը այդ պետությունները ոնց կարող են օգտագործել եւ դարձնել առավելություն։ Եվ այդտեղ է մեր կոնցեպտուալ տարբերությունը ձեր եւ մյուս խմբակցության հետ, որ մենք ասում ենք, որ մենք ոչ թե ոչ միայն մեր աշխարհագրության գերին ենք եւ դատապարտված ենք լինելու այստեղ եւ սпасելու այն փրկչինը երաշխավորին, որը պիտի գա ձեռը գցի մեր ուսերին եւ ասի, եթե դուք մրսում եք, ես կարամ քեզ ուտեմ, չգիտեմ, կամ գազը կտրեմ, կամ չգիտեմ ուրիշ բան անեմ։ Մենք ասում ենք, որ այդ աշխարհագրական դիրքը ունի նաև հնարավորություններ։ Եվ այդ հնարավորությունների մասին խոսում են նաև մեր միջազգային գործընկերները։ Ես միայն կարող եմ հիշեցնել եվրոպական քաղաքական համայնքի հայաստանյան ուրեմն հավաքի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը, որ Հայաստանը փաստորեն այս նաև այս ենթակառուցվածքային զարգացումների արդյունքում Հայաստանը դիրքավորվում է այդ մեծ հեռանկարային բանի վրա, խաչմերուկի վրա։ Եվ այդ բանը դիրքը, որը որ շատ ժամանակ մեզ հրամցվել է որպես դատապարտվածություն, որպես գերություն, մեր համար դառնում է հնարավորություն, պարոն Կարապետյան։ Եվ երաշխիքը դառնում է թրիփը, որը որ դառնում է, որը որ այո, հայ-ամերիկյան բացառիկ նախագիծ է, բայց այդ բացառիկ նախագծի մեջ կան նաև այլ շահառուներ, որոնք որ ունենում են շահագրգռվածություն, որ մենք ոչ թե իրար վրա կրակենք, այլ իրար հետ առևտուր անենք։ Այդ բանը երաշխիքը, ասենք, արհեստական բանականության գործարանն է, որովհետև Հայաստանում այդ գործարանի արկայությունը ենթադրում է, որ կան նաև այլ երկրներ եւ կենտրոններ, որոնք կախված են, որ Հայաստանում լինի խաղաղություն, բարեկեցություն, ներդրումներ։ Այդ արհեստական գործարանի երաշխիքը նաև այն է, որ միջազգային ներդրողները դիրքավորվելու են դեպի Հայաստանը, երբ որ տեսնեն, որ Հայաստանում ստեղծվում է այնպիսի բացառիկ նախագծեր, որոնք որ ստեղծում են նաև միջավայրեր, քանի որ դուք բոլորդ եկել եք մեծ բիզնեսից, հարգելի գործընկերներ, դուք դա պիտի հասկանաք։ Այդ երաշխիքը Հայաստանի էներգետիկ եւ տնտեսական դիվերսիֆիկացիան է, որի արդյունքում Հայաստանը դառնում է միջազգային գործընկերների համար ավելի կանխատեսելի երկիր, ներդրումների համար ավելի կանխատեսելի երկիր, եւ այդ բոլոր քաղաքականությունների հիմքում, հարգելի գործընկերներ, դրված է մեր պետական քաղաքականությունը, որից նաեւ բխում է մեր արտաքին քաղաքականությունը։ Եվ այդ պետական ու արտաքին քաղաքականության հիմքը, որի մասին ես խոսեցի նաև երեք, դա իրական Հայաստանի գաղափարախոսությունն է։ Եվ այդ իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որ ասում է, որ մենք Հայաստանի Հանրապետությունը մեր տարածքից դուրս որևէ տարածքային հավակնություն չունենք։ Եվ դա 180 աստիճանով տարբերվում է Ռոբերտ Քոչյանի տեսլականից, որն ասում է, որ մենք չպետք է բավարարվենք մեր 29743 քառակուսով, եւ դառնում է պատերազմի հրձիկ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստան խմբակցությունը եւ իրենց ամբողջ քաղաքական փիլիսոփայությունը։ Եվ այդ իրական Հայաստանի տրամաբանության մեջ է, որ մենք նաև ինչ ենք ասում, արտաքին քաղաքականության մեջ մենք ասում ենք, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը պիտի ամրապնդի մեր անկախությունը։ Եվ ասում ենք անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածության փոխարինելն է, որովհետև երբ որ դու քչերից ես կախված, դու տանում ես բոլոր ձվերը դնում ես նույն զամբյուղի մեջ, եւ այդ քչերը կամ այդ միակը մի օր վերցնում է այդ զամբյուղը եւ ասում է ես գնացի, հաջող, կամ ասում է եթե մրսում ես ես քեզ կուտեմ, ձեր ճաշակի համաձայն, ոնց կուզեք, տենց հասկացեք։ Եվ դրա համար ենք մենք դիվերսիֆիկացնում մեր արտաքին քաղաքականությունը, մեր էներգետիկ քաղաքականությունը, մենք գնում ենք այդ ճանապարհով, բայց արտաքին քաղաքականությունը չի կարող վակուումի մեջ լինի, պարոն Կարապետյան եւ հարգելի գործընկերներ, որովհետեւ եթե դուք ձեր քաղաքական գաղափարաբանության մեջ չընդունեք իրական Հայաստանը, չընդունեք այս իրական Հայաստանը եւ ապրեք ուրիշ երազային Հայաստանով, դուք չեք կարող շարունակել, որովհետեւ աշխարհը ձեր հետ չի երկխոսի։
Որովհետև աշխարհը հարգելի գործընկերներ, այս աշխարհում մենակ մենք չենք։ Սա ինչ որ փակ սենյակ չի ու մենք մենակ մենախոսությամբ չենք զբաղված։ Մենք չենք կարող գանք այստեղ խոսենք ժողովրդի բարեկեցությունից, ուժեղ Հայաստանից, եւ հետո գանք ու խոսենք ինչ որ բաներից, որոնց որ փորձարկվելու չի ստացվել։ Կամ եկել են, չգիտեմ, Հայաստան դաշինքից, որ ասում էր, «Պատմական արդարությունը»։ Ո՞րն է պատմական արդարությունը։ Ամենամեծ պատմական արդարությունն է նա, որ Հայաստանը լինի խաղաղ։ Ամենամեծ պատմական արդարությունն է նա, որ Հայաստանի ժողովուրդը, հայ ժողովուրդը, որը ցեղասպանվել է, ջարդվել է, ապրի խաղաղ։ Դա է ամենամեծ պատմական արդարությունը։ Պատմական արդարությունը ապրողների եւ նոր ծնվողների լավ կյանքն է, պարոն Կարապետյան, ոչ թե մեր անցյալի դժբախտությունները անընդհատ վերապրելն է։ Պրոբլեմը մեր ու ձեր հետ է, որ դուք ուզում եք գնաք եւ կանգնեք նույն այդ կոտրած, այդ նույն փոცხի վրա։ Մենք ասում ենք, որ ամենամեծ պատմական արդարությունը այս տարածաշրջանում լավ, զարգացած եւ այո, ուժեղ Հայաստան ունենալն է, բայց այդ ուժեղ Հայաստանը հնարավոր չի առանց իրական Հայաստանի։ Դուք չեք կարող, պարոն Կարապետյան եւ հարգելի գործընկերներ, ստանալ ուժեղ Հայաստան առանց իրական Հայաստանը ընդունելու։ Հնարավոր չի, որովհետև ձեզ չեն թողնելու, որովհետև այս աշխարհում մենք մենակ չենք, որովհետև մենք չենք կարող առանց ինքնաճանաչողության ինքներս մեզ ընդունելու, ստիպենք, որ աշխարհը մեզ ընդունի, չի լինում տենց ուղակի։ Որովհետև մենք մենակ չենք այս աշխարհում։ Մենք մենակ չենք, մենք պիտի դադարենք ապավինել բանը, արդարությանը, բարեգթությանը, արդարամտությանը, դուք եք, չէ՞ նաև ասում, որ արդարամիտ չեն, այո, իսկ ով ասեց, որ պիտի լինեն արդարամիտ։ Բոլոր երկրները ունեն իրենց շահերը։ Եվ միջազգային հարաբերությունները շատ կոպիտացած նման է շուկայի։ Եվ այդ շուկայում բոլորը գալիս են պետությունները։ Ինչ որ բան առնելու, ինչ որ բան ծախելու։ Եվ եթե դու չունես ծախելու բան, եթե դու չունես ծախելու ապրանք, դու դառնում ես ապրանք, որ ուրիշները քեզ ծախեն։ Եվ մենք ասում ենք, որ մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը դարձնեն ապրանք, ինչպես որ դարձրել են ապրանք այդ աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին դնելու եւ վաճառելու համար։ Մենք ասում ենք, որ մենք բան ունենք տալու այս աշխարհին։ Մենք ասում ենք, որ մենք բան ունենք եւ այդ բանը շատ կարեւոր է եւ շատ արժեքավոր է։ Եւ սա է պատմական արդարությունը։ Պատմական արդարությունն է նա, որ Հայաստանի ժողովուրդը սեփական երկրում ապրի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ, ուժեղ եւ դա է պատմական արդարությունը։ Եվ հենց այդ պատմական արդարության ճանապարհով ենք մենք գնում։ Եվ պարոն Խանդանյանին իմ ամբողջական աջակցությունը որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, կհանդիպենք վաղը նույն ժամին։ Ցտեսություն։